Օրագիր Նյուզը շարունակում է ուսումնասիրել եւ իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքային հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագրերում։ Այսօր ուսումնասիրել ենք Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի եւ նրա հետ բնակվող մյուս չափահաս անձանց Ենոք, Լաուրա եւ Շողիկ Անդրեասյանների տարեկան հայտարարագիրը։ Որպես անշարժ գույք Խաչատուր Անդրեասյանը հայտարարագրել է միանձնասեփականությամբ հողին ամրակայված 2 անշարժ գույք եւ բազմաբնակարան շենքում գտնվող ոչ բնակելի տարածք Սյունիքի մարզի Ագարակ համայնքում, որոնք ձեռք է բերել 2005 թվականի մարտի 2-ին եւ 2007 թվականի նոյեմբերի 21-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է որպես շարժական գույք։ Նա հայտարարագրել է 2006 թվականի արտադրության Toyota Magnus ավտոմեքենա, որը գնել է 2008 թվականի մայիսի 17-ին։ Այս մեքենան եւս տարեվերջին պահպանվել է։ Անդրեասյանի բանկային հաշիվներն ամբողջ տարի դատարկ են եղել, կանխիկ միջոցներ եւս Մեղրի համայնքապետը չի հայտարարագրել։ Վերջինիս տարեկան եկամուտը կազմել է 2.648.928 դրամ, որը Մեղրի համայնքապետարանից ստացած աշխատավարձն է։ Համայնքապետի կինը Շողիկ Անդրեասյանը ոչինչ չի հայտարարագրել, շարժական եւ անշարժ գույք, կանխիկ եւ անկանխիկ միջոցներ, եկամուտներ եւս չի հայտարարագրել։ Լաուրա Անդրեասյանը, ով հավանաբար համայնքապետի մայրն է, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է միանձնասեփականությամբ առանձնատուն եւ հողամաս Մեղրիում, որոնցից առաջինը ժառանգություն է ստացել 2005 թվականի մարտի 18-ին, մյուսը ձեռք է բերել 2007 թվականի հունիսի 30-ին։ Տարեվերջին նրա գույքը նույնությամբ պահպանվել է, շարժական գույք ավտոմեքենա նա չի հայտարարագրել։ Լաուրա Անդրեասյանը կանխիկ եւ անկանխիկ միջոցներ, ինչպես նաեւ եկամուտներ չի հայտարարագրել։ Մեղրի համայնքապետի որդին Ենոք Անդրեասյանը անշարժ գույք չի հայտարարագրել, որպես շարժական գույք նա հայտարարագրել է 2007 թվականի արտադրության Mercedes-Benz Magnus ավտոմեքենա, որը գնել է 2023 թվականի փետրվարի 27-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։ Ենոք Անդրեասյանի բանկային հաշիվներն ամբողջ տարի դատարկ են եղել։ Նա ունեցել է 120,000 դրամ կանխիկ գումար, որը տարեվերջի դրությամբ զրոյացել է։ Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 1.258.573 դրամ, որը Մեղրիի կոմունալ տնտեսություն բարեկարգում հողակից ստացած աշխատավարձն է։